Պարոն Ղազիլյան, հակակոռուպցիոն կոմիտեն այսօր նորից ձեր թիմակիցների է ձերբակալել, թվով 14 հոգի, որոնցից երկուսին արդեն մեղադրանքի առաջադրվել ընտրակաշառք բաժանելու, խոստման կամ բարեգործության այդ արգելքը խախտելու մասով։ Երեկ էլ տեսանք էլի ձեր թիմակից կանանց են ձերբակալել, ինչ եք կարծում, այս ամեն ինչ ինչքան կշարունակվի եւ սրա վերջը ինչպես է երևալու։ Ես կարծում եմ, որ շարունակվելու մասով մինչև ընտրություն հաստատ կշարունակվի, ինչ վերաբերվում է մեր մասով, ինչպես երեք տեսակ մեր երկու կուսակիցներին, աղջիկներին ձերբակալելուց անգամ դատարանը հիմնավոր չհամարեց, վախեցնելու ձև է, բայց ես կարող եմ հավաստիացնել, որ ում որ ձերբակալում են, նախ առաջինը հիմքերը լուրջ կասկածի տեղիք են տալի, ես համոզված եմ, որ այդ հիմքերը չկան, բայց իրենք շատ ամուր կամքով այսպես կանգնած են եւ այդ ձերբակալման վայրից կամ հակակոռուպցիոնից դուրս գալուց հետո անմիջապես գալիս են մեզ մոտ եւ ասում են, որ նույն կամքով շարունակում ենք ձեզ հետ լինել։ Տեսեք, փաստաբանն էլ ասաց, որ այսինքն մեղադրանքի հիմքում այդ ընտրակաշառք բաժանելն է կամ բարեգործության արգելքի խախտումն է ընկած, ի վերջո դուք սրան ինչպես կարձագանքեք, ձեր թիմակիցները ընտրակաշառք բաժանում են թե ոչ։ Բացարձակ գոյություն ունի կուսակցության որոշում, ուժեղ Հայաստան կուսակցության որոշում եւ դիրքորոշում, որ նախագահի հրամանագրից հետո եւ Տաշիր բարեգործական հիմնադրամը եւ մեր կուսակցությունը որևէ ձեւով ոչ բարեգործություն, ել չասեմ ընտրակաշառքի վերաբերյալ այդպիսի որոշում ունենք եւ կուսակիցները պարտավոր են ենթարկվել դրան, չի կարող այդպիսի բան լինել։ Ես կարող եմ ասել պարոն Կարապետյանի կարծիքը, եթե անգամ մարդիկ լինեն, որոնք պատրաստ են ընտրակաշառք ընդունելու, ինքը չի պատրաստվում գնել իր ժողովրդին, ինքը պատրաստվում է ժողովրդի քվեով գալ իշխանության եւ մեր երկիրը դարձնել ուժեղ Հայաստան։ Շատ լավ, նաև տեսակ կա, որ այսպիսի գործընթացներով իշխանությունը փորձում է իրավական հիմք ստեղծել, որ վաղը նաև ընտրություններից առաջ չգրանցի ուժեղ Հայաստան կուսակցությունը եւ չմասնակցի ընտրություններին։ Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանալու շատ լուրջ, որովհետեւ մեր կուսակցությունը չի ձգտում մի քանի տեղ ունենալ, այսպես ասած, պարլամենտում կամ որևէ ձևով մասնակցել քաղաքականությանը։ Մեր իշխանությունը պատրաստվում է վերցնել իշխանությունը ժողովրդի հետ միասին, ժողովրդի քվեով, ժողովրդի կամքով։ Հիմա ոնց եք պատկերացնում իշխանության ձգտող ուժի եւ բոլոր օբյեկտիվ սոցհարցումներով առաջի տեղը գտնվող ուժին ուղղակի չգրանցեն էնել առանց հիմքերի կամ շատ կասկածելի հիմքերով։ Կարծում եմ Ես պատկերացնում եմ Նիկոլ Փաշինյանից սպասել է, որ ինքը կարող է օրինակ այնպես անել կամ իրենց թիմը իրեն ենթակա իրավապահ համակարգը, ովքեր որ ենթարկվում են, չգրանցեն ձեզ։ Ինչ եք անելու այդ դեպքում։ Ունենք բոլոր հակազդման միջոցները, պատրաստ ենք բոլոր սցենարներին, բայց կարծում եմ անգամ իրենց դեպքում, անգամ այս բռնապետական ռեժիմի այսպես ասած դեպքում իրենց համար դա շեշտ ճոխություն է եւ այդ գործիքակազմը անգամ իրեն թույլ է տրված չի, այսպես ասեմ։ Չեք կարծում, որ այսպես ձգում են հասցնեն ընտրությունների հենց նախաշեմին եւ ընդամենը 1-2 օր առաջ օրինակ դիմեն դատան եւ չգրանցեն ձեզ, որպեսզի դուք նաեւ ժամանակ չունենաք հակաքայլեր ձեռնարկելու։ Անգամ դրա հակաքայլեր ունենք, հավատացած եղեք եւ կարծում եմ իրենք էլ գիտեն։ Եվ եթե ընդհանրապես իրենց խոհեմության վրա շատ խիստ կասկածում են, եւ համոզված եմ, որ խոհեմ չեն, բայց այս պարագայում իրենց իսկ շահերի ձելնելով խոհեմ կլինեն։ Լավ, շնորհակալ եմ ձեզ։